ջան, մենք այսօր աշխատելու ենք գիպսի հետ։ Ինչ է գիպսը, ով է տեղեկացված, ով գիտի, ոչ ոք։ Երեխեք, ուրեմն գիպսը, տեսեք, այս կառուցվածք ունեցող փոշին, հա։ Երեխեք, շատ նման է ալյուրի, բայց սա նախատեսված չէ, ոչ տեսնեք պատրաստելու համար, ոչ ինչ-որ քաղցրավենիք եւ այլն, հա, ոնց որ ալյուր է, այլ հակառակը, սա դեկորատիվ բնույթ պարունակող կամ բժշկական բնույթ պարունակող զանգված է։ Ինչպես են ստանում գիպս։ Երեխեք, գիպսը չէ, գիպսը ստանում են բնական քարերից, գիպսե քարերից, սրանք հանածոներ են, ստանում են գիպսե քարերից, փոշի ածում։ Եթե բժշկության մեջ պետք է գիպսը օգտագործել, ապա պարտադիր անցնում է ծրմիշտ գրավունքը, հա, տաքացվում է համապատասխան աստիճանում, չէ, հարություն աստիճան, որից հետո արդեն գիպսով պատրաստում են ձեր ոտք, հա, եթե ինչ-որ վնասված ներկա։ Մենք այսօր ունենք նպատակ պատրաստել այսպիսի հետաքրքիր ֆորմաներ, որոնք հետո մենք կնվիրենք 2-4 տարեկան խմբի փոքրիկներին, հա, մեր կրթահամալիրում գտնվող, քանի որ հետո մոտենում է հունիսի 1-ը, հա, երեխաների պաշտպանության օրը։ Եկեք այսպես անենք, այսօր պատրաստենք մի քանի տեսակի դեկորատիվ այսպիսի աքսեսուարներ, հա, մենք ունենք այսօր ուրեմն փոքրիկների համար նախատեսված պոնի, ձկնիկի պոչ, ծիածան, աստղ, վարդ, սիրտ, թիթեռ եւ այլ աքսեսուարներ, հա, փոքրիկ տակացուներ, որոնք կարող են նաեւ զարդարել մեր ուսուցիչները կամ մեծերը, չէ՞։ Ահա։ Դե հիմա գնանք, տեսնենք ոնց է պատրաստում գիպսը։ Երեխեք, հիմնականում գիպսը պատրաստելու համար մեզ հարկավոր է, որպեսզի այսքան բան մենք գցնենք, մեզ հարկավոր է, տեսեք, երևի թե մի կես կիլո գիպս, որը մենք պետք է բացենք մեծ քանակությամբ ջրով։ Պետք է մենք ստանանք, երեխեք, որ եկեք այսքան անենք, պետք է ստանանք թթվասերի զանգված, ոչ շատ թանձր, ոչ շատ ջրի, հա, թթվասերային զանգված։ Հիմա եկեք ջուրն էլ ավելացնենք, տեսնենք ոնց է ստացվում, կարող ես անջատել։ Այսպես պետք է մենք ստանանք թթվասերային զանգված։